Համաձայն չեք, որ ինչ որ մի բան ճիշտ չէ այս երկու պատկերներում։ Մի կողմից բնության այս հրաշալի քաղաքապի լիճը, մյուս կողմից անմխիթար ճանապարհն ու դատարկվող տները։ Միասին հիմնադրամը Արփի լճի հարակից գյուղերում արդեն 2 տարի է իրականացնում է կանանց եւ երիտասարդների զարգացման ու հզորացման ծրագրեր, նրանց դարձնելով տեղական զարգացման ակտիվ դերակատարներ։ Արդեն շուրջ 2 տարի է միասին շվեյցարական գործընկերների հետ համատեղ գյուղական համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում։ Մենք աշխատում ենք պատերազմի մասնակից տղաների հետ, փորձում ենք այստեղ զարգացնել գյուղական տուրիզմը։ Իրենց հետ արդեն քարտեզագծել ենք շուրջ 10 հյուրատներ, համտեսի սրահներ, մեղրի, պանրի, արտադրողներ, ինչպես նաև ժամանցային վայրեր ենք փորձում ստեղծել այստեղ ու խաղեր, արշավներ եւ այլն։ Միասին հիմնադրամի սկզբունքն է լինել այնտեղ, ուր ոչ ոք չի գնում եւ որտեղ կարիքը ամենաշատը կա։ Շիրակի մարզի այս հեռավոր եւ հիանալի անկյունում Արփի լճի շուրջ այսօր սկսվում է նոր հնարավորություն։ Ծրագրերից մեկն էլ առաջիկայում սպասված ծառատունկը կլինի։ Այս տարի մեզ միացել է ֆրանսիական համալսարանը, որը իր 25-ամյակին նվիրված մեծ ծառատունկ է նախատեսում մեր հետ իրականացնել այս տարածքում, որտեղ կտնկվեն ծառեր եւ կստեղծվի կանաչ անտառ։ Այս համայնքներում կանայք հաճախ սահմանափակ կրթական ու տնտեսական հնարավորություններ ունեն, բայց այսօր մենք ականատես ենք լինելու մի ծրագրի, որն առաջարկում է նոր ճանապարհ դեպի անկախություն եւ զարգացում։ Ծրագիրը իրականացնում ենք ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ, որը նպատակն է հզորացնել համայնքի կանանց, որպեսզի իրենք էլ կարողանան ստեղծել որևիցե բիզնես։ Ես կարծում եմ, այս ծրագիրը շատ կարևոր է, որովհետև թույլ է տալիս զարգացնել համայնքները իր երկարաժամկետ արդյունքներով։ Հիմնադրամն իրականացնում է տարբեր ծրագրեր 4 գյուղական համայնքներում բնակվող կանանց եւ երիտասարդների համար։ Նրանք կստանան հմտություններ գյուղատնտեսության մեջ, էկոտուրիզմում, ձեռագործությունում, սննդի վերամշակման ոլորտում, այս ամենը համատեղելով ֆրանսերենի ու թվային գրագիտության դասընթացների հետ։ Նպատակն է կանանց դարձնել ինքնազբաղ, ինքնաֆինանսավորվող եւ հզորացնել բիզնես հմտությունները կանանց մոտ։ Ծրագիրը իրենց նախատեսում է մի շարք վերապատրաստումներ կանանց համար, նաև աշխատարաններ, որպեսզի նաև իրենք կարողանան իրենց իսկ փորձը փոխանակել մեկը մյուսի հետ։ Այս տարի առաջին անգամ Հայաստանից եւս ընտրված են 2 ծրագիր, այդ թվում նաև միասին հիմնադրամի ծրագիրը։ Ֆրանսերենը միայն լեզու չէ, դա նաև արժեքների համակարգ է, որը մենք պաշտպանում ենք եւ այս նախագիծը ամբողջությամբ նպաստում է կանանց ֆինանսական անկախության ապահովմանը։ Այս տարի ընտրվել են մոտ 50 նախագիծ, որոնցից 2-ը Հայաստանում, ինչը շատ լավ արդյունք է եւ որի համար մենք շատ հպարտ ենք։ Այցելեցինք Արփի լճի շրջակա համայնքներ, տեսնելու կին շահառուներին, հասկանալու նրանց զարգացման հնարավորությունները եւ այն, ինչ նրանք ցանկանում են անել իրենց տնտեսական եւ զբոսաշրջային գործունեությունը զարգացնելու համար։ Հայաստանի բնակչության 90%-ը երբևէ չի եղել այստեղ, քանի որ տեղյակ չի եղել եւ տեղանքն էլ գրավիչ չի եղել։ Հույսը մեծ է, որ մոտ ապագայում այս նախաձեռնող վստահ կանանց շնորհիվ եւ միասինի ու գործընկերների ջանքերով կունենանք համագործակցող համայնքային միջավայր։ Հազոր կինը, որ իր ընտանիքում հզոր է, ունի սեփական բիզնես, հազոր կարող է լինել նաև համայնքում։ Հուսով եմ, որ նրանք կարողանան իրենց աշխատանքը, իրենց ներուժը ներդնել լավ ապագայի համար։ Կանանց համար է, ասենք, գործեր լինի, որ կարողանան օգտվել, զբաղվեն, ով ինչ նախասիրություն ունի էլի։ Արփի լճի կանանց հզորացման ծրագիրը մի նոր ճանապարհ է դեպի կայուն զարգացում, տնտեսական ինքնուրույնություն եւ համայնքային վերածնունդ։ Եթե ֆրանսիացիները ասում են ամեն դժբախտության մեջ cherchez la femme, որը նշանակում է փնտրեք կնոջը, ապա մենք հայերս կարող ենք ասել ամեն համայնքի երջանկության մեջ փնտրեք կանանց։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։